Ներկան Վահե Մակարյան, ուղղակի քաղաքացի։ Դուք երկար ծավալու ներկայացրեցիք impeachment-ի մասով պայմանները, անհրաժեշտությունը, թե ինչու պետք է գնալ impeachment-ի, բայց ես որպես այս գործընթացներին հետևող քաղաքացի մի քանի հարց ունեմ, որի պատասխանը չեմ կարողանում ստանալ այս ընթացքում։ Նախ ինչու որոշվեց հենց այս փուլում, երբ որ արդեն ամբողջ քաղաքական դաշտը կամ գրեթե բոլոր քաղաքական միավորները պատրաստվում են հերթական խորհրդարանական ընտրություններին, որոշվեց հիմա impeachment նախաձեռնել։ Այս տարիներին դուք ընդդիմադիր ուժերով տարբեր պայքարի միջոցներով փորձել եք հեռացնել Նիկոլ Փաշինյանին, բայց չի ստացվել։ Impeachment-ի հնարավորությունները չեն եղել այն ժամանակ ակտուալ։ Ես հիշում եմ այն պիկերի ժամանակ impeachment-ի հարցը քննարկվել է, բայց այդպես էլ որևէ միսուայրուն չի ստացել։ Եվ երկրորդ impeachment-ը դարձել է հերթական կռվախնձորը ընդդիմադիր երկու խմբակցությունների միջև, պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցության, եւ ինձ համար մի փոքր անհասկանալի ու տարօրինակ բովանդակություն ունի այդ կռիվը, որ ընկել է ձեր միջև, մեկ ասում է մենք Հայաստան խմբակցությունն ասում է մենք մեր ստորագրությունները դրել ենք մեր թղթի վրա, դուք էլ ասում եք չեկեք մեր թղթի վրա դնենք։ Հիմա եկեք հենց հիմա կարելի է մի հատ թուղթ վերցնել A4 ֆորմատի, բոլորիդ անուն ազգանունները գրել։ Դրանից ինչ է փոխվում։ Դուք ֆիզիկապես գործնականում տեսնում եք հնարավորություն, որ կարող եք ձեր երկու խմբակցության падգամավորներից բացի այլ անձանց եւս ներգրավել, որպեսզի բավարար քանակությամբ ձայներ լինեն impeachment-ի համար։ Ի վերջո, այստեղ թե որ թղթի վրա է դրել ստորագրություն, դա չի էական։ Էականը վերջում արդյունքն է։ Գոնե մի կես ԿՊԱ-կանի համոզել եք կամ հույս ունեք, որ կհամոզեք, որ կգա իր կես ստորագրությունը կդնի այդ թղթի տակ։ Էլ չեմ ասում այն անկախացած падգամավորները, չգիտեմ, Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Հայաստան դաշինքից գնացած Գեղամ Նազարյանը, որը իդեպ ինձ էլ ասել, որ դեմ է impeachment-ին։ Շնորհակալություն։ Ներողություն, պարոն Աբրահամյան, ներողություն եմ խնդրում։ Խնդրում եմ հարցերի տևողությունը սահմանափակել, այն մարդիկ, ովքեր ելույթ ունեն, կարող են գրանցվել ելույթի համար, իսկ հարցերի ժամանակը օգտագործենք հարցերի համար։ Խնդրեմ, պարոն Աբրահամյան։ Ես իհարկե ներողություն եմ խնդրելու, փորձել եմ շատ ավելի հակիրճ պատասխանել, որպեսզի մենք հնարավորություն ունենանք բազմաթիվ մեր ելույթ ունեցող ցանկություն ունեցող մեր գործընկերներին այստեղից արտահայտվելու հնարավորություն տալ։ Ինչը վերաբերում է նրան, թե ինչ է այս փուլում տեղ ունեցել, խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերը այս 5 տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական նախաձեռնություններ ունեցել, դրանց շատերը բնականաբար արտահայտվել են փողոցում, այստեղ այս դահլիճում գտնվող մարդիկ նաև մասնակցություն են ունեցել այդ պայքարի տարբեր խմբերին, փուլերին։ Տարբեր փուլերում իհարկե impeachment-ի հետ կապված հարցադրման քննարկումներ եղել են։ Վերջինը եղել է 24 թվականին Սրբազան շարժման պայքարի օրերին, երբ հայտնի մայիսի 9-ի հանրահավաքից հետո Բագրատ Սրբազանի նախաձեռնությամբ նաև տեղի ունեցավ քննարկումներ խորհրդարանական ընդդիմության հետ։ Մեր խմբակցությունը, մեր գործընկերները իրենց հստակ մոտեցումները այդ մասով արտահայտել են, դա եղել է հանրային եւ կարծում դրա մասին բոլորը գիտեն։ Ըստ էության այս նախագծով մենք ներկայացրել ենք հիմքերի այն մասը կառավարության անվստահության հայտնելու, որոնց մասին վստահ եմ, որ այստեղ գտնվող անձինք լավագույնս գիտեն, բայց սա այս ընդհանուր process-ի մի մասն է նաև կազմում ընթացակարգային առումով, յուրաքանչյուրի մասով հնարավորություն կա շատ ավելի երկար, շատ ավելի խորը խոսելու։ Ինչ վերաբերում է այս փուլին կոնկրետ այս ժամանակահատվածին, այս գործընթացը մեծ առումով սկսեց ակտիվ շրջանառվել գարնանը 2025 թվականին։ Բազմաթիվ կարծիքներ են հնչել, բազմաթիվ մոտեցումներ են արտահայտվել, շատ հաճախ դրանք եղել են շատ սուր, շատ բուռն են եղել, բայց բոլոր այն մոտեցումները, որոնց հիմքը եղել է քաղաքական, բնականաբար սա գործընթացին արդյունավետություն հաղորդող հիմնական գործիքներից են եղել։ Ավելին այս ժամանակահատվածը նաև նախատեսված է եղել այն կետի համար, որպեսզի հնարավորություն լինի հասկանալ քաղաքական դաշտի հիմնական դերակատարները, հիմնական ուժերը, առհասարակ ինչ մոտեցում ունեն երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի եւ ինչ առաջարկ են իջեցնում հանրությանը։
Ես ինչպես իմ խոսքում արտահայտեցի, հանրապետականը ստեղծված ճգնաժամային իրավիճակում դա տեսնում էր կառավարության անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում, բայց մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք նաև լսելու եւ հանրային դիսկուրսում տեսնելու նաև այլ եղանակներ, որոնք հնարավորություն ցույց կտան մեզ եւ քաղաքական դաշտին համախմբելու այդ մոտեցման շուրջ եւ այս ամփոփիչ ժամանակահատված այս մի քանի ամիսների եւ հատկապես խտացված առումով վերջին շաբաթների մեզ նաեւ հնարավորություն են տվել նաեւ որոշակի եզրահանգումներ անել ընդհանուր իրավիճակից դուրս գալու եղանակների շուրջ։ Այս լսումները նախատեսված է ըստ էության նաև ամփոփելու քաղաքական դաշտի հիմնական դերակատարների նախաձեռնությունների մոտեցումները եւ վերջնական հանգելու այն կետին, թե այդ լայն ճակատը, որը պոտենցիալ ունի եւ պետք է միավորի, ինչի շուրջ կարող է տեղի ունենալ։ Եվ այս լսումները կարծում եմ նաև մեր այս դիրքորոշումների արտահայտման եւ դրա հստակ ամփոփման միջոցով մեզ հնարավորություն կտան շարժվելու այն ճիշտ ճանապարհով, որը մեծ կոնսենսուսային կլինի եւ հնարավորություն կտա դրա շուրջ շատ ավելի մեծ ճակատ ձևավորելու։ Շնորհակալություն։ Պարոն Մակարյան։ Ոչինչ։ Պարոն Աբրահամյան, բան ունեք ավելացնել։ Չլսեցի ճիշտ։ Ձայների ամասով ո՞նց ենք ապահովել։ Գործընթացի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչպիսի ճակատ կձևավորենք, ինչպիսի պոտենցիալ դա կունենա եւ ինչպիսի արդյունավետ ճանապարհով կշարժվենք։ Ճանապարհները հիմնական ուրվագծված են եւ որքան մեծ լինի դրա շուրջ համախմբումը, գործընթացի արդյունավետության երաշխավորվածությունը շատ ավելի մեծ կլինի։